Ողջույն, մենք Սփյուռքի առաջ ենք եւ ես սիրով այսօր ուզում եմ կարևորի մասին կրկին քննարկումներ ունենալ եւ այդ ամենը ընդամենը հաշված րոպեների ընթացքում իմ շատ սիրելի հեռուստատողներ աշխատում ենք ABC հեռուստակայանում Լոս Անջելեսի տաղավարից եւ իհարկե դուք կարող եք հետեւել պարբերաբար մեր հաղորդաշարերը իհարկե Գրիշա Սանդալյան YouTube ալիքով այսօր նույնպես հետաքրքիր հյուր ունենք եւ խոսելու ենք կարևորի մասին, մեր իրականության մասին եւ այն ամենի մասին, ինչ բոլորից հուզում է Իմ շատ սիրելի հեռուստատողներ, պարզապես ուզում եմ հաղորդման սկզբում ներկայացնել եւ հիշեցնել եւս մեկ անգամ հաղորդման հովանավորին Երևան Shipping ընկերությանը եւ նրա գործունեության մասով կրկին անգամ տեղեկացնել, որ կարող եք ծանրոցնել ուղարկել դեպի Հայաստան ընդամենը հեքիաթային 2.99 արժեքով պաունդը եւ դրամի փոխանցումներ դեպի Մայր Հայաստան ընդամենը 1%-ով։ Դե ինչ, գովազդ է այս պահի մեր եթերում, որից հետո շատ արագ կվերադառնանք եւ ես սիրով կներկայացնեմ իմ այսօրվա հյուրին։ Երևան Shipping, սենսացիա ստեղ, հա։ Այո, ճիշտ եք եկել։ Սանդրոցներ Երևան ուղարկելը $2.99 օթանավով։ Այո, Իսկ եթե դոլար ուղարկես, դոլար ստանան։ 1%, հա։ այո, Իսկ որ տանեն տուն հասցնեն, էլի 1%, հա։ 2%։ Երասը ծրի է, էլի։ Ժողովուրդ սենսացիա, ծրի է։ Նորթ Հոլիվուդ Գլենդել 664 West Broadway հասցեում գործում է Art in Beauty Aesthetics բժշկական կենտրոնը։ Կենտրոնն առաջարկում է հետևյալ ծառայություններ. ազատվեք անցանկալի դեմքի կնճիռներից, տարիների կորցրած դեմքի թարմությունը վերականգնեք մեզ հետ միասին, ազատվեք անցանկալի մազերից, պահպանեք, ամրացրեք, առողջացրեք ձեր գլխի մազերը, անցանկալի ճարպերի հյուսվածքներից ազատվեք մեզ հետ միասին, մաշկի ձգում, թարմացում, բիգբետների հեռացում, պարանոցի մաշկի թարմացում եւ ընդհանրապես, եթե ցանկանում եք ունենալ ավելի երիտասարդ տեսք, ավելացնելով ձեր ինքնավստահությունը, ձեր ընտրության ճանապարհը մեկն է Art in Beauty Aesthetics 818 450 0050 Ռեստորան Մեծո Նորավոճ սրահ Նոր շունչ Երևան Shipping, սենսացիա ստեղ, հա։ Այո, ճիշտ եք եկել։ Սանդրոցներ Երևան ուղարկելը $2.99 օթանավով։ Այո, Իսկ եթե դոլար ուղարկես, դոլար ստանան։ 1%, հա։ այո, Իսկ որ տանեն տուն հասցնեն, էլի 1%, հա։ 2%։ Երասը ծրի է, էլի։ Ժողովուրդ սենսացիա, ծրի է։ Նորթ Հոլիվուդ Գլենդել Դե ինչ մենք վերադարձանք իմ շատ սիրելի հեռուստատողներ, կրկին անգամ ուզում եմ ձեզ տեղեկացնել, մենք Սփյուռքի առաջ ենք եւ խոսելու ենք կարևորի մասին։ Այսօր իմ հաղորդման հյուրն է Դոկ կուսակցության պատվավոր նախագահ, ինչպես միշտ, մեր շատ սիրելի Վարդան Ղուկասյանը, որին սիրով բարբերաբար հրավիրում ենք մեր տաղավար եւ խոսում ենք իհարկե կարևորի մասին։ Բարև ձեզ, պարոն Ղուկասյան, ինչպես եք։ Բարև ձեզ, շատ լավ։ Շատ լավ է, որ դուք միշտ այդպես մարտական եք տրամադրված։ Ամեն դեպքում մենք այսօր խոսելու ենք շատ կարևոր թեմաների շուրջ, որը որ ընդհանրապես այս օրերին մեզ հուզում է։ Նախ առաջի հերթին ուզում եմ այսպեսի հարց ուղղել ձեզ եւ սկսենք մեր զրույցը մոտավորապես այս հարցադրումով։ Վաշինգտոնում նման արտահայտություն լսեցինք վարչապետ Փաշինյանից 44 օրյա պատերազմից հետո մենք լիարժեք հաստատեցինք կամ ձեռք բերեցինք մեր ինքնիշխանությունը կամ անկախությունը։ Ինչ է սա նշանակում։ Այսինքն մենք պարտվեցինք, որպեսզի ընդհանրապես պարտվում են, կորցնում են, փաստորեն մենք պարտվեցինք, գտանք։ Գիտեք ինչ, ես չեմ կարող լինելով ճիշտ է քաղաքական պետական գործիչը վաղուց այլևս, բայց ես ուզում եմ արձագանքել, այսինքն պատասխանել ձեր տված հարցին, ոչ թե որպես քաղաքական կամ պետական գործիչ կամ հանրային դեպ եւ այլն, ես ուզում եմ պատասխանել որպես դաշնական կրթություն ունեցող անձնավորություն, որն ավարտել է միջալոց կարմիր դիպլոմով։ Ուզում եմ պատասխանել, որ հոգեկան առողջության հետ խնդիրներ ունեցող մարդկանց
ասացները, կարծիքները եւ այլն չի կարելի դնել եւ փորձել ստանալ դրա տակ ինչ-որ լավ միտք ման գալ, խելացի ինչ-որ մի փորձել պատասխանել, ինչու էսպես ասեց, ինչու այնպես ասպես, ոնց եղավ եւ այլն։ Մենք գործ ունենք մի անձնավորության հետ, որի մեջ պարուրված է երկու երևույթ։ Առաջինը դա հոգեկան հիվանդություն է, որը ես վստահ եմ այնքանով որքանով իմ անուն ազգանունն է Վարդան Ղուկասյան, որովհետև Հայաստանի վարչապետի մայրը եղել է հոգեկան հիվանդ եւ հոգեկան հիվանդությունը փոխանցում է ժառանգաբար կնոջից տղամարդուն, այսինքն կնոջից կին դեռ կարող է չփոխանցվել, բայց կնոջից տղամարդուն, այսինքն առուզավակին այն փոխանցում է։ Մենք գործ ունենք ակնհայտ հոգեկան հիվանդի հետ, սա մեկ, բայց սա այս երևույթը չի կարող արդարացման նշույլ պարունակել իր մեջ, որ գիտեք ինչ, հոգեկան հիվանդը հիմա սա է, ոչ, մենք մի կողմը հոգեկան հիվանդությունն է, մյուս կողմը պետական դավաճանը, քանի որ այս հաղորդումը եթերը հեռարձակվելու մինչև փետրվարի 5-ի իմ 21:30-ի հաղորդումը բնականաբար, ես ուզում եմ էքսկլյուզիվ ձեր հաղորդման մեջ հայտարարել, որ վաղը ամսի 5-ին փետրվարի Երևանի ժամանակով ժամը 21:30-ին մեր հաղորդումը հենց հեռարձակվեց, հաղորդման մեջ մենք կներկայացնենք փաստաթուղթ, որտեղ որ բավականին գեղեցիկ կերպով հիմնավորվում է, այսինքն դա ինքը իրավաբանական լեզվով վեճդոկ, որը որ կապացուցի մի վեդրո էլ ջուր կլցի այն ջրաղացի վրա, որը որ պատտվելով ասում է, գիտեք ինչ, Նիկոլ Փաշինյանը եւ իր ընտանիքը պետական դավաճաններ են հանձինս երրորդ կնոջ, չգիտեմ, կինա, երրորդ ընկերուհու, ավելի ճիշտ բառ, երրորդ ընկերուհու, դա Աննա Հակոբյանն է։ Եվ այդ փաստաթուղթը վաղը որ մենք կհրապարակենք, ես իմ եթերով կուզեմ, այսինքն հարց եմ ուղղելու բոլոր պարլամենտական այսպես կոչված պատգամավորներին ընդդիմադիր դաշտում գտնվող իրաց ընդդիմադիր հայտարարած անձանց ճակերտավոր գործիչներին, որ հիմա դուք ըտեղ եք, դուք Հայաստանում եք, գնացեք այս թղթի հետևից, գնացեք եւ պարտադրեք, որպեսզի երրորդ խանմ Աննա Փաշողլին ձեզ պատասխան տա, ինչ էր անում ինքը այդ մասում, այդ հատվածում, այդ երկրում, ում հետ էր հանդիպում։ Եվ թող փորձի դրա ապացույցը տալ։ Այսինքն բացահայտումներ եք, այսինքն վաղը ձեր եթերով բավականին հետաքրքիր բացահայտումներ եք անելու։ Շատ բավականին, ոչ թե բավականին։ Իսկ ինչ վերաբերվում է Նիկոլ Փաշինյանի արած այդ արտահայտությունը, սա եւս մեկ անգամ խոսում է, որ մենք գործ ունենք պետական դավաճանի հետ, այ մարդ։ Եվ գիտեք սարսափելին որն է, որ ցանկացած երկրում մենք կարողանում ենք գտնել անինքնասեր, անհայրենիք, ոչնչություն, տականք, մոլորված սպերմատազոիդների կույտի, որոնք որ գնում են այդ մարդու հետ նստում են հանդիպման, ուղղակի գնում ու նստում են։ Ես տեսա, որ այդտեղ նստած էր նաև հոգևորական, մեկը լաս այդ հոգևորականին, դու ստեղ ինչ ես անում, այ բալավ։ Դու ինչի՞ս եկել նստես, դու էլ խոմ քաղաքական գործիչ ես, որ ինչ-որ մի բանով փող կապակցվա, ինչ եք անում դուք այդ մարդու, օր ամեն անգամ այդ մարդը, որ գալիս է երկիր, ձեր գնալով, ձեր այցերով, ձեր ներկա գտնվելով, լեգիտիմացնում եք այս մարդուն։ Իսկ միգուցե դա է պարլամենտական ընդդիմությունը այսօր ցեմենտ բիտոնով պահամա դրա աթոռը, նույն ձև է սրանք է տեր մեր հարուսնի, մեծահարուսնի գնում նստում են ու լսում են ինչ է ասում դավաճան փսիխապատը, կիկոսը։ Եվ կարևորը ո՞ս մեկնաբանեք, այդտեղ մեկնաբանելու բան չկա, հիմա վաղն կասի մենք հանձնեցինք Հայաստանը, որ հայ ժողովուրդ դուք ապրեք, կարող է պատերազմ եք ուզել։ Պարոն Ղուկասյան, հիմա դուք ասում եք, որ մենք գործ ունենք հոգեկան հիվանդի հետ, առաջին հերթին։ Այո։ Բայց հոգեկան հիվանդը դա մեր պետության ղեկավարն է, որի հետ հաշվի են նստում երկրներ, պարզ է, որովհետև նրանք չեն Ոչ մի երկիրի այդ հաշվի չի նստում, ոչ, չկա տես բան։
Ցույց տվեք մի հատ պետություն բացի Թուրքիայից ու Ադրբեջանից, որի հետ ոչ թե իրան պրոստը օգտագործում են։ Գնաց հասավ Մոսկվա, Պուտինը չընդունեց։ Ֆրանսիան ընդունին տեսան չայմար, սրանից բան դուր չի, ով այա հետ հաշվի նստում։ Հա, եւ երեք էլ Վաշինգտոնում Թրամփը անգամ չակնարկեց, որ նման մարդ է եկել մի հատ Ոչ թե Թրամփ, ոչ, հələ Թրամփը կարա չակնարկել, դուք փոխնախագահ ունեք, չէ՞։ Փոխնախագահ կա, Գոսդեպ կա, արտաքին գործերի նախարարություն։ Մեկը դրան ընդունել է։ Դե փաստորեն հայ-ամերիկյան այսքան էս օդ փչոցին, որ ժողովրդի մեջ այդ օդերը Կա փչվում դες են։ բան։ Հայ-ամերիկյան հարաբերությունները ինչպես եք դուք գնահատում առհասարակ սրանց օրոք։ Դուք զգում եք, որ Ինչու՞ հարաբերություն, մի հատ եք- ներողություն, հարցս ավարտեմ։ Դուք ապրում եք նաև Միացյալ Նահանգներում եւ շատ հայեր ապրում են Միացյալ Նահանգներում։ Հարցս ձեզ եմ ուղղում եւ շատ հայերի էլ կարող եմ ուղղել, թող գրեն կոմենտներում, նույն Միացյալ Նահանգներում ապրող։ Դուք զգում եք, որ այստեղ մենք դեսպան ունենք։ Նրա ֆունկցիան որևիցե ձևով հասկանալի է մեզ, դեսպան ինչով է զբաղված այս երկրում։ Մենք լսում ենք նրա մասին, որևիցե գործունեություն ծավալի դեսպանը, որպես դեսպան, այն ուժը, այն հնարավորությունը, որպես դեսպան, որպես նշանակություն ունեցող մարդ, երկրի կողմից նշանակված։ Ինչ որ մի բան զգում եք դուք, ես չեմ զգում նման բան։ Ոչ, հարգելիս, ոչ։ Ինչ էլ որ կար նախկին ադմինիստրացիաներ, որը չգիտեմ ինչից ելնելով սրանց էլ պահում էր, շփում, մփում էր USAID, հիմա հենց նույն ամերիկացի կենելում հայտարարում, որ այդ USAID-ն ամենակոռումպացված, ամենակրիմինալ, ամենահանցագործ, մարդասպանների հավաքածու եւ այլն, պատահական չէր, որ նույն Վարդան Ղուկասյանն իր 5-6 տարվա եթերների ընթացքում, երբ որ հրապարակում էր կոռուպցիոն թալանք, հերակատարողական հիմնարկներում, հասարակական կազմակերպությունների կողմից քայլրություն, մարդու իրավունքների եւ այլն, այսինքն այն բոլոր թեմաներով, որով USAID-ին փողաղրգեմ հայերին ու փողատալեմ, սակունց, մակունց, էստեն, չգիտեմ ընդեղ իոնիսյան ֆինանսավորում էր, ստեղ ես պիտի ասեմ շատ շնորհակալություն պարոն Թրամփի, որ դրեց USAID-ին բլոկեց։ Պիտի շուտվանից բլոկեր։ Այդտեղ ով կա չկա պիտի սաղին կլանավորեն ու դատեն։ Կեսել հանը շփրտեն դուրս, որովհետև դա ատկատի աղբյուր է եղել։ Այդ USAID-ներով են սրանք ֆինանսավորվում ու դրանց երկիրը հասցրել այս աստիճանի։ Ոնց որ մենք հիմա ունենք հայ-ամերիկյան հարաբերություն։ Դուք вообще հարաբերություն տենում եք։ Դե մինչև Թրամփի երթմակալությունը ինչ որ պայմանագրեր ստորագրվեց, որ չհասկացանք էլ ինչ պայմանագիր են ստորագրում։ Zero։ Դա ինչի մասին է։ This is zero։ Անգլերեն ասած, ոչ մի բան։ Թրամփի բարոյահոգեբանական կերպարը ուսումնասիրելով, տենալով այդ մարդու ձևը, վիճակը, դիրքը, իր վարած մոտեցումը միանշանակ հասկանալի է, որ նման անձը չի կարող լեզու գտնել կամ շփում ունենալ Նիկոլի պես անձնավորության հետ։ Դրանք լրիվ տարբեր բաներ են։ Պարոն Ղուկասյան, ո՞րն է նպատակը հայերին այսքան զբաղված պահել, հայերին առհասարակ, Հայաստանում հայերին զբաղված պահել սոցիալական խնդիրներով, այսպես չգիտեմ, տրանսպորտ, բան, ինչ-որ շոուներ, վիճակներ են ստեղծում, հիմա Սփյուռքում անընդմեջ գտնվելով սփյուռքահայերին էլ զբաղված պահել ցեղասպանության հարցերը խեղաթյուրելով։ Ինչ նպատակ է հետապնդվում այստեղ։ Ստեղ գիտեք, ես չեմ ասում մի հատ գիշ քարը փոսը 10 խլոկ չեն կարող հանել, այս բնվիճակն, այսինքն ես հոգեկան հիվանդը հիմա հել է ընկել ամբողջ հայության ջանին, այդ իրականացնելով հոգեբանական, ֆիզիկական տերոր, բարոյահոգեբանական, խառնելով, ղժնելով, ժժնելով, ավերելով, տրանսպորտ, դեկլարացիա, ցեղասպանություն, նայեք ինքը ամեն ինչ անում է, որ իրան հլնեն լարեն, ամեն ինչ։ Լավ, ձեր բառերով ասեմ, ինչի չեն լարում այդ դեպքում։ Ինչի՞ մեկ մոտեցա, իսկ ինչի՞ չեն լարում, որովհետև եթե հիմա այսօր որևիցե մեկը փորձի Նիկոլին լարի, պարլամենտական ընդդիմությունը դա թույլ չի տա։ Դա թույլ չի տա, դրա վառ օրինակը օրեր առաջ տեղի ունեցած միջադեպներ։ Տեսեք, ժողովուրդը իմ կոչով ինքնաբուխ ելավ, լծվավ, հարկվան եկան, Վարդան Ղուկասյան ասում է, եկեք, հելան եկան, չի ասում է, բանը, այդ ինքնաբուխ էր։ Էդի ինքը կապ չունի, իրանք էլ եկան,
բանը տերտերը մերտերը եւ եկան փորձեցին ժողովրդին փոկել գետնից եւ իրանց հովանել սկսեցնել թանկենի գրավենկենի բանանենք սա Թումանյանն է սա չգիտեմ Ամիրյանն է եւ այլն նայեց ինչ է չիլը թողեցին ռադելան գնացին գցին բռին մտածին ինչ անեն հելա լանժելա մաժելա նայրա մայրոց սկսան ինքնաբուխա ժողովուրդ ինքնյան է եկե այն դեպքում երբ որ այդ մարդու սուզբուզ դադում էին Այսօր մի քանի հարցազրույցներ էին այում առհասարակ իդեպ ասեմ դուք էլ Facebook-ում գրառում եք արել Հայլի ակումբի հետ կապված իդեպ Հայլի ակումբում էր այդ հարցազրույցները եւ ինչ որ միանշանակորեն դատապարտում են ձեզ ու կոնկրետ ձեր անունը չեն տալիս բայց ուղղությունը այսպես գծերը հասկանալի է որ դուք այդտեղից մի խոսեք մի քիչ չարիք խոսքերով էին ասում որ դուք ոչ մի բան չեք արել, դա ժողովուրդի ինքնաբուխ է եղել եւ այլ, ինչու չեն ընդունում ձեր գործը անգամ, սա է հետաքրքիր։ Դե դա եմ ասում, դուք չեք թողում։ Հա, կներեք, իրենք չեն կարող, իրենք թույլ չեն կարող տալ, որ հայտնվի լրիվ նեյտրալ ընդդիմություն։ Ռոբականներն ասում են կամ Ռոբնա, եթե Ռոբը ջուր եմը Նիկոլը պիտի գա վերջ։ Սերժականներն ասում են Սերժը պիտի գա, եթե Սերժը չի գալու պիտի մնա Նիկոլը։ Վարդան Ղուկասյանն էլ ասում է ոչ Ռոբ, ոչ Սերժ, ոչ Նիկոլ պիտի գամ ես։ Ու հիմա սրանք այսպես կոչված պարլամենտական խունտա հարցակվել է ին վրա եւ իրանց թվմա թե իրեն կարան ինձ հաղթեն։ Դի բացառված է։ Այդ ուզում է իրանք չգիտեմ մի հատ եկա պոլք, մեր Հարևան Զոյան ասում էր քո լեզվի դեպ պոլք դուրս գա չի կար այդ տղա։ Պարոն Ղուկասյան, իսկ ինչու հնարավոր չի ձեզ հաղթել, որովհետև ձեր խոսքով ասած դուք վիշապ եք։ Ու ես վիշապել եմ, դեվել եմ, սեքսո զավրել եմ, տերորիստական զավրել եմ, ամեն ինչ էլ կամ։ Ինչ չեն կարող հաղթել։ Իսկ կարող են հաղթել միայն մի ձևով գլխից խփել, վերջացավ, ուրիշ ձև գոյություն չունի։ Ես 6 տարի Դե եկեք մի պահ խնդրում եմ փորձենք հասկանալ, երբևիցե նման փորձել են անել։ Ազատ ասել։ Մի քանի անգամ եղել է, ինչ-որ նախկին իմ գրանցման հասցեի վրա եկել են կրակոցներ, մլակոցներ դեսեն, բտեցել մնաց մոտ ովքեր են, բայց այդ միտքը չեմ ավարտում։ Իրանք ինչ էլ փորձեն անել, իրանք չեն կարող։ Չեն կարող, որովհետև ոչ ռոբիկականները, ոչ սերժականները այլևս վստահություն չունեն ժողովրդի կողմից, այդ ժողովուրդը տեսա, որ այս պարլամենտը կապ չունի ոնց իջեց այս պարլամենտը, նշանակում է այս պարլամենտում նստած ուժերը երկիրը հասցրեցին այս աստիճանին։ Սա պարլամենտը կան երկիրը, սա նախագահական երկիր չէ, սա նախագահն է մեղավոր։ Պարլամենտը, այս պարլամենտը տվեց Արցախը։ Այս պարլամենտը բերեց 150,000 փախստական։ Բոլոր այս օրենքները, որոնք որ տերորի են ենթարկում մեզ բոլորից, ընդունել է այս պարլամենտը։ Ասում եմ մենք դեմ ենք քվեարկել։ Անբարոյականի զավակո դեմ քվեարկելով դու հասկացել ես մանդատը հիմա Ալեն Սիմոնյանը շիշ բռնողը ավելի հեշտ մանդատ կդնեն։ Քան թե պատիվ ունեմի կամ Ռոբերտ Քոչարյանի ֆրակցիայից ինչ-որ մի բան պատգամավոր բռնես, բռնաբարես, կտրտես, աղա լցես վրեկը, մանդատ իրանք չեն դնի, որովհետև գիտենք այլևս չէ վերարտադրվելու։ Իսկ Սերժի վիժվածքները, Ռոբիկի վիժվածքները, որ հենց հաճում են, ես նորից եմ կրկնում, Երևանյան 20 շենքի բնակչի դեմ դուք չեք կարող։ Դա թույնք իմանալ։ Չգիտեմ, լավ։ Ամեն դեպքում խոսում է ամեն րոպե բարեկեցության մասին, որ դուք տրանսպորտը այսպես լավացնում ենք, չգիտեմ, հարկերը այսպես կազմակերպում ենք, ամեն ինչ լավ է լինելու, դուք չեք պատկերացնում, դուք ինչքան երջանիկ եք լինելու, դուք հրաշալի ժողովուրդ եք դառնալու, լուրջ պետության մեջ եք ապրելու, բայց անընդհատ այս ամեն գործողությունից հետո արտագաղթը շատանում է, բայց ոնց հասկանան դրա մասին։ Ձեր ձայնը հեռվից է գալի։ Արտագաղթը ասում եմ շատանում է, բարեկեցության մասին խոսում է պարոն Փաշինյանը, բայց արտագաղթը նորից եմ կրկնում, դուք ցիտում եք հոգեկան հիվանդի։ Դե մեր երկրի ղեկավարն է, պարոն Վարդանյան, պարոն Ձեր երկրի ղեկավարը հոգեկան հիվանդ է եւ վերջ, որին որ պահում են Ռոբիկ Սերժիկը, ինչ բարեկեցություն։ Դե նախկինում ասում էր դուք վատ եք ապրում, որովհետեւ ձեզ թալանում են։ Հիմա էլ ասում եք դուք վատ եք ապրում, որովհետև դուք աղքատությունը ձեր գլխի մեջ չեք հաղթահարում։ Դե ես դրա պատասխանը տվել եմ իմ եթերով։ Վերցրեցինք օրինակ Հրազդան ցեմենտը 450 աշխատող, 450 ընտանիք, 4-5 ամիս աշխատավարձ չի ստանում, մարդ աշխատում է չի ստանում։ Եվ Հրազդան ցեմենտը գտնվում է սնանկի կառավարման ձեռքում, այսինքն պետության ձեռքում։ Տղա ջան, դու այդ մարդու փողը չես տալու, աղքատություն ուղեղում է։
Ասել ես զարմանում եմ որ այդ անբարոյականի ծնունդին անընդհատ ցիտում եւ բանը այս մարդը երկիրը կործանում է իր ամբողջ շրջապատը դարել է օլիգարխ երկիրը թալանելով ասում աղքատությունը ձեր դուղը սիսին կոֆեի փոք չուներ Պարոն Ղուկասյան, հետաքրքիր է, նաև ձեզ էլ են նման հարցերում դիտարկում։ Դուք մի քանի օր առաջ ցուցադրեցիք ձեր շքեղ առանձնատունը եւ կահավորված առանձնատունը ցուցադրեցիք, բայց նախկինում ձեր եթերներում այդպիսի շքեղություն չկար։ Դուք ինչի հաշվին եք այդպես շքեղությունը ապահովում։ Շատ հեշտ է վանգից, նախ Վարդան Ղուկասյանը միշտ ապրել է իր, ով ասենք հնարավորության սահմաններում շքեղ տան մեջ։ Իմ Չալբախի տունն էլ է շքեղ եղել, իմ Եղվարդի տունն էլ է շատ լավ մաքուր եղել շքեղ։ Իսկ ձեր ասած մի քանի տարի առաջ, երբ որ ես խոսում էի Կալինինգրադից, իմ տան մեջից, ոչ թե Վարձով, այն ժամանակ ես ասենք մենք ցույց ենք տալի մի հատ պատ։ Հիմա երբ որ Վարդան Ղուկասյանը դարել է քաղաքական եւ պետական գործիչ, ի շատ ներողություն, իսկ ինչի պիտի ապրի ոչ շքեղ։ Ես դա ապրում եմ Հայաստանի հաշվի, ես դա անում եմ Հայաստանի հարկատուների հաշվի, ես դա անում եմ Հայաստանի պետական բյուջեի հաշվի։ Դե ոչ։ Իսկ Հայաստանից դուրս ես ում հետ ինչ կանեմ եւ ինչպիսի հովանավորների կամ անուշ ապերների միջոցով կապրեմ, ես չեմ թաքցնում։ Այո, ես այսօր ունեմ մեքենաներ, այսօր դուք ապրում եք Միացյալ Նահանգներում, մեքենա ձեռք բերել Ամերիկայում խնդիր է։ Ոչ։ Միացյալ Նահանգներում տուն առնել դնելը ես համարեմ խնդիր, ոչ։ Ոչ։ Երբ որ դա կլինի Հայաստանի պետության, հիմա վաղը մյուսով որ ես հայտարարագիր գրեմ, երբ որ եկա գործող եկավ, իմ հայտարարակի մեջ ընելու է այս 0.0000000-ներով դոլարներ։ Հետո ես իրավունք ունեմ։ Թող իրենք են լինեին Վարդան Ղուկասյան։ Լավ, պարոն Ղուկասյան, շատերի համար հասկանալի։ Մի րոպե, նման հարցնողը թող ինքն էլ վարել Վարդան Ղուկասյանի նման գործնեություն։ Կայանար Վարդան Ղուկասյանի նման, վտակի ենթարկելի կյանք եւ առողջությունը, ունենալ հասարակության վստահությունը, ինչպես նաեւ միջազգային այլ գերտերությունների վստահությունը, իրանք էլ սենց բարոկո ոճի մեջ թող ապրեին, երբ որ դա կլինի պետությունից, երբ որ ես կլինեմ չինովնիկ, ու սենց Սիսի կամ Նիկոլի նման նկարած քարանձավ հիշեցնող բնակարանի միջից գամ կայտնվե վիլաների մեջ կամ Հայաստանում հանգարց ես կսկսեմ ունենալ մի հատ վիլա Շորժայում, մի հատ վիլա Երևանում, մի հատ վիլան ու ժամանակ դու ասեն երկիրը թալանեց։ Ես այո ապրել եմ շքեղ, հիմա պիտի ապրեմ էլ ավելի շքեղ ու Հայաստան գալուց են պիտի ապրեմ շքեղ, որովհետև երկրի ղեկավարն եմ։ Բայց իմ շքեղ ապրելու հետ մեկտեղ պիտի շքեղ ապրի ժողովուրդը, ի տարբերություն մնացած բոլորի։ Ես չպիտի այնձև, այսինքն ես կարիք եմ չունեմ, այսինքն ինչ անեմ, վեկալեմ Սուսանա Ղազարյանի գրանցեմ պղնձամոլի դենայինը, ես չես կնիկ, ես կշկինը կարող եմ 10 տարի, 20 տարի ապրի ու վերջ, ես կնիկը ոչ մի բանի կարիք չունի, ինքը նորմալ ապրում է, ես ում համար գրպեմ, 7 հատ երեխա ունեմ, 10 հատ արդ ունեմ, կնամիներ, բաժանաղներ, կավորներ, չէ, անտաշում Ինձ մինիմալի բարոկո ոչին, վերջ ցավին զուր ոչ։ Պարոն Ղուկասյան, ապրել եմ շքեղ ու պիտի ապրեմ շքեղ։ Ոնց որ ասում էր մեր Հայևան Զոյանն էլ, չուզողը տականի պախալնի։ լավ, հարցի շարունակությունը մոտավորապես ձեր գրառումից էլ է բխում։ Ես Վարդան Ղուկասյանս պաշտոնապես հայտարարում եմ Հայելի ակումբի նկատմամբ պատժամիջոցների կիրառման մասին։ Ինչ է արել ձեզ Հայելի ակումբը, որ դուք նրա նկատմամբ պատժամիջոցներ եք կիրառում, թեև բարբերաբար Հայելի ակումբում հնչում է այսպիսի թեզեր, որ դուք ֆինանսավորվում եք հարևան պետություններից։ Կարող եք հերքել սա։ Ուրեմն, եթե ես ֆինանսավորեի հարևան պետությունից, ես կթել էի իրանց նման Նիկոլ Փաշինյանի թև, որ այո, պետք է հասկանալ ինչ է եղել ցեղասպանություն։ Եթե ես ֆինանսավորվեի հարևան պետությունից, ես վառել չէի տա 2-3 տուն, ինչ էր բան գյուղի անունն էլ բան Բերձոր էր ինչ կարող ուսեք ցավել ըտե եւ նվեր չլինի Մեհրիբան Ալիևային ես չէի մերկացնի սրանց եւ հանդես կգայի կողմ Միջանցքին եւ այլն իրանք արտահայտվում են այդպես նույն այդ Հայելի ակումբի հաղորդավարուհին ով ամբողջովին ֆինանսավորվել է, դա բոլորս գիտենք, ինքը չի թաքցնում, ֆինանսավորվել է Ղարաբաղյան կլանից, ու այսօր Ղարաբաղյան կլանի
պետական դավաճաններին, որոնց որ դատում են Բաքվի բանտում եւ շատ ճիշտ են անում, որ դատում են։ Ես անգամ կողմ եմ, որ գնդակահարեն, երբ որ ես կգամ Հայաստան կարանտանից ես կգնդակահարեմ, եթե չէ ես կոչ եմ անում, որ գնդակահարեն բոլորին, որոնք ընդ որ նստած են, որոնք պատճառ հանդիսացան Ղարաբաղի կորստին, եւ նման մարդիկ ինձ անվանում են սնվում է Ադրբեջանից։ Եվ դուք այդ իմաստով եք հայելի ակումբին փորձում պատժամիջոցներ սահմանափակել։ Այսինքն դուք նրանց խոսքի պատժամիջոցները կիրառվելու են։ Այսինքն դուք նրանց խոսքի ազատությունը սահմանափակում եք, պարոն Ղուկասյան։ Այնտեղ խոսքի ազատություն չկա, այնտեղ ոչ մի խոսքի ազատություն չկա։ Ուրեմն դա խոսքի ազատություն չի, դա մուտիտ է։ Իսկ հայելի ակումբի հետ կապված նայեք, դուք ասում եք խոսքի ազատություն։ Այդ ընկերուհին խոսում է, որ Նիկոլը քխած չէ, ինքը մտում հականիկոլական է, ճիշտ է։ Դուք տրամաբանություն ունեցող մարդ եք, հիմա բան եմ ասում։ Ուրեմն Մուշեղ Սերժի Թովմասյան։ Անազգանունը ծանոթ ես։ Մուշեղ Սերժի չգիտեմ։ Մուշեղ Սերժի Թովմասյան, դա Անժելա Թովմասյանի որդին է։ Արտադրված մարտ 2000 թվական։ Բնակության վայրը քաղաք Երևան, Մամիկոնյաց 41 շենք, բնակարան 33։ Փարիզ, Սակլայ համալսարան։ Ուրեմն մինչև ուսումնառության ավարտի 2021 թվականի ձմեռային զորակոչը տալ տարեկետում հետևյալ անձած 21 թիվ Նիկոլի օրոք։ Այսինքն մենք շատ ենք լսել, այսինքն նրա երեխան չի ծառայել, դուք դա եք ուզում ասել։ Մի րոպե, բացի չծառայելը, Նիկոլը հիմա ինձ մեկը տեսեք աջրանից քննադատում է, չէ։ Հիմա ես կբռնեմ, ես պատժամիջոց եմ կիրառում Անժելայի հաղորդման վրա, ով գնաց ամսի 6-ից Անժելայի հաղորդմանը խոսած, դրա հաջորդ օրը մենք գնում ենք իրանց տուն։ Հիմա Անժելայի տղեն փոխանակ գտնվի բանակում, գտնվում է չգիտեմ որտեղ անենք, բայց եթե ինքը Նիկոլային քննադատող է, ընկեր Նիկոլը չի վեկալում հեռախոսը կապնվի զինվորական դատախազություն, ասի դրա տղենխի բանակում չի։ Մեկը չեք տանում։ Նույնն էլ են Ֆերդինանդ, Էդգար Ղազարյան։ Նույնն է դրա տղեն։ Աու բանակում պիտի լիքի բանակում չի։ Իրանք վստահ հայրենիքից են խոսում, Արցախից են խոսում, բայց եթե դու քո բջին կողել ես քո փաչեկի արանքը, դու Ղարաբաղ հայրենիք ո՞ց ես ուզում պաշտպանել, ում երեխու հաշվին, անբարոյական։ Հիմա եթե մի րոպե, եթե իրենք ընդդիմություն են, ձեզ հիմա հագց եմ տալի, ես ելնեմ երկրի ղեկավար, իսկ քննադատող լրագրողի ետիմը, որ դաշը հեր չունի, դաշը հերը է Սերժը, ի ազգանունը չի տվե, բիչ, բժբեշ, ինչ որ մի հատ բժբեշ, հելը եթե խոսում ես չեմ ասի մի հատ հելասրել, լակոտ են հել մի հատ վեկալ եք տարեք, բանակ հայրենիք ա ուզում, բանը պաշտպանի, լակոտ նուրա, Ֆրանսիա գնաց է սովորում, ինչ ա սովորում, մի հատ տարեկետում տա, մի հատ տարեկետում, որ ինքը գնա Ֆրանսիա սովորի, սև քարի տակ սովորի, պիտի ինքը բանակում լնի, ու հիմա այսի հելելա, թուրքետ, դրամա սիրելի ժողովուրդ, Փետրվարի 6-ից ում տեսա Անժելայի տաղավարը, դրա հաջորդ օրը տեղերը պիտի լվանա ժավելով սիրուն անուշ օդգա, տեղաշորի վրից, վարդի թեփուկները պիտի շարեն և սպասեն հյուրերին, հասկացա, նույն բաններ պարոն Ղուկասյան մերձ են հասցեագրում։ Ձեզ էլ են տանելու, դուք էլ պիտի գաք իմ հետ, ձեր սաղ նկարանող խումբով հավքվում են, գնում եք նրանց տուն։ Պարոն Ղուկասյան, նույն բաներ ինձ էլ են հասցեագրում, որ պարբերաբար մենք եթերում ենք լինում, այսինքն ձեր հետ չհամաձայնության դեպքում ինձ էլ ձեր հետ են համեմատում մյուսներին, ովքեր որ ձեր հետ հարցազրույցներ են վարում, ամեն դեպքում դուք եք շագանակագեղձերի մինասեք, դա կոչվում է շագանակագեղձ։ Այո, պարոն Ղուկասյան, մեր հաղորդումը շարունակում ենք մեր զրույցը, մեր հյուրն է ԴՕԿ կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանը եւ մենք խոսում ենք կարևորի մասին։ Պարոն Ղուկասյան, մի փոքր էլ ուզում եմ բացահայտեք մեզ համար այս կարևորությունը կոնկրետ կապված մայր հայրենիքում այս իրողությունները Եվրոմիություն, Ռուսաստան, ուղղվածություն, շեղվածություն, ժողովրդին ամեն րոպե այսպես գնանք Եվրոմիություն, գնանք Ռուսաստան, մի խոսքով ինչ է սա նշանակում։ Սա ինչ հետաքրքիր խաղեր են, որոնք անընդհատ մեջ ամրապնդվում են մարդկության մեջ եւ մարդիկ էլ արդեն չեն կողմնորոշում ինչ են ուզում նույն իշխանությունները, նույն ընդդիմությունները կամ չգիտես քաղաքական գործիչները մի խոսքով։
Գիտեք ինչ, մեր ազգաբնակչության հերթական մակարդակը հաշվի առնելով, ես խորհուրդ կտամ մեր ազգաբնակչությանը իրենք թող մտածեն իրենց երկրի ներքին խնդիրների մասին։ Իրանց դարդերի, հոգսերի եւ կարողանան ուղեղ ունենան, որ գոնե այս ընտրություններին ճիշտ քաղաքական ուժ ընտրեն։ Իրանք չեն կարողանում նորմալ քաղաքական ուժ ընտրեն։ Իրանք ուզում են, ասենք մեր ժողովուրդը ուզում է գնա հասնի Եվրոմիություն կամ էս կամ են։ Դուք ձեր մեջ, մենք ձեր մեջ, մենք այդտեղ երկրում չենք կարողանում մեր ազնական, պետական հարցերը լուծել։ Դուք ու Եվրոմիությունն ու կամ Ամերիկան ու այն։ Հիմա նախ ես մենք շատ փոքր վինցիկ ենք, շատ փոքր, որպեսզի մի հատ էլ հայտնենք կարծիք սրա մասին, նրա մասին կամ նրա մասին։ Պարոն Թրամփի գալուց հետո ամեն ինչ այն տիպի է Հարնավե իար, որ շունը տիրոշը չի էլ ճանաչում։ Հեսա մի որոշ ժամանակ հետո վաբշե անհասկանալի վիճակ կառաջանա ամբողջ Եվրոպայի մոտ։ Մարդիա ոսկիներն է դուրս բերել, մարդ ասում է ՆԱՏՕ-ին էլ չեն ֆինանսավորելու, մարդը մարդու իրավունքների հանձնաժողովից դուրս է գալի բնմայքից Միացյալ Նահանգներ։ Այսինքն սա խառնվե, ժժնվե իար։ Մենք ով ենք ստեղ։ Մեր խնդիրը պիտի լինի նա դե լինենք մեր երկրին, մեր հողին, մեր ջրին, մեր բանակին։ Ուրիշ խնդիր մենք չունենք։ Մեզ պետք չի գնալ այս կողմ, գնալ են կողմ, վեր ենք ձեր տեղը, մնացեք ձեր հող ու ջրի վրան, ձեր եկին տիրություն արեք։ Ինչ Եվրոմիություն ինչ է նշանակում։ Հայաստանի աշխարհագրական դիրքում Եվրոմիությունը նշանակում է Թուրքիա։ Ով ուզում է գնա Թուրքիա, թող վեշ մեր շոկահավքի գնա Թուրքիա ապրի։ Երկիրը չէ, թամ ոչ Թուրքիա, ոչ Եվրոմիություն, ոչ Ռուսաստան, ոչ Ամերիկա, ոչ մենք մնամ ենք մեր տեղում։ Եվ պիտի մեր արտաքին քաղաքականությունը կազմվի այնպես, որը որ ձեռքը տա եւ մեզ եւ մեր արտաքին հարևաններից գոնե 1-2-ին։ Եկեք չմտնենք այնտեղ, որտեղ որ մենք մտնելու իրավունք չունենք, որովհետեւ էդի ոնց որ են, գիտեք, զորամասում ելնում է, որ անուշ ապերները նստած գումարտակերկու նայող կամ 3-4 հոգի բազարենանը մեկ էլ ինչ որ մի հատ քնձախ ուզում է գաթե մտնի կարծիք հայտնի, ո՞ց կծեցեն գլարեն դուրս։ Իմանունը մենք ենք, ուր եք եթը, ասիկն ուր եք մեր քիթը խոթում, Ամերիկա, Ֆրանսիայի հարաբերությունների մեջ, Ռուսաստան, ով ենք մենք։ Միացել դուք ձեզ նայեք, դուք ձեր երկիրը չեք կարում պայեք, դուք ձեր հանցագործներին, ձեր մարդասպաներին, ձեր թալանչիներին հաթիկը չեք կարում բռնեք, ուր եք, պասպորտ, ID քարտ չես կարում արտադրես, ուր ես էթը, ով ես դու, who are you, my friend։ Պարոն Ղուկասյան, խաղաղության պայմանագիրը կստորագրվի ձեզ ըստ ձեզ 2020։ Ոչ բանը չի ստորագրվի, մոռացեք։ Անցեք առաջ, ուրիշ հարց։ Ուրիշ հարց։ Բայց ինչի եք այդպես կարծում, Դրան։ Խոսացեք այս բաներից, որովհետև ինչ խաղաղության, ով ասե խաղաղության պայմանագիր։ Որ Ադրբեջանցին ուզում է, չէ ինչ խաղաղության պայմանագիր։ Բայց այդ դեպքում ես ինչ երևույթները անընդհատ շրջանառության։ Այդ դեպքում բանակ պիտի ունենաս, որ կարողանաս հանգիստ ապրել, վերջացավ, չունես բանակ, չես ապրել, գան կմտնեն, ոնց վերեկան մտան հանրապետության հրապարակի մեջ տեղ կակրավատ եղան, հելան գնացին, նույն ձև մի գեղեցիկ ուր հանգիստ կմտնեն ձեր ընդեղ ապրողների բանը բնակարաններում կլինեն կակրավատ։ Այս տեմպերով շարունակելու դեպքում շուրջ 300,000 ադրբեջանցիներ դիմում են գրել, որպեսզի վերադառնան եւ ապրեն Հայաստանում։ Դե թող մտածեն Հայաստանում ապրողները, որ 300,000 ադրբեջանցի ո՞ց պիտի գամտնի իրանց տունը մենակ են բանյաման, որ չեն կարողանում Նիկոլին ասեն։ Ամեն դեպքում, պարոն Ղուկասյան, ինձ համար շատ հետաքրքիր է, լավ, ձեր պայքարի մղումն էլ հասկանալի է եւ ընդունում եմ, բայց դուք նորից հարցը դնում եք այսպես արդար ընտրությունների վրա, բա այդ անարդարությունների մեջ ինչպես եք պատկերացնում արդար ընտրություն։ Գիտեք ասեմ, ուրեմն այն ինչ որ ես նախապատրաստել եմ, այն ինչ որ ես գծագրել եմ, եկեք թողանք այդ օրվան։ Այսինքն դուք ունեք ինչ-որ մի բան, որ չեք արտահայտում։ Այո, ուրեմն կապված ընտրությունների հետ։ Ուրեմն ընտրությունների կեղծման, կեղծարարության, եսի ինչի դեպքում ես ուզում եմ օբյեկտիվ։ Իշխանությունն եւ ընդդիմությունը, եկեք օբյեկտիվ գնանք ընտրությունների։ Լրիվ թափանցիկ, ժողովրդավարական, դեմոկրատական։ Ում ինչ կտա ժողովուրդը։ Բայց եթե փորձեցին խաղեր տալ, կեղծել եւ այլն,
Կարճ ասեմ, մեկ բառով, մենք դա թույլ չեք տա։ Ոնց, ինչ, այդ ամենը կերևա տվյալ օրը, տվյալ ժամ։ Կարճ եւ կոնկրետ։ Հասկանալի է։ Գյումրվա ընտրությունների հետ կապված դուք արդեն պատրաստվում եք պայքարել ու մաքարել այդ իրականության դեմ։ Որքան հասկանում եմ, շատ խոչընդոտներ են ձեր առաջ բացվում։ Խոչընդոտներ բնավ, իմ առաջ ամենի մեծ խոչընդոտա Ռոբիկն ու Սերժիկը քան Նիկոլը։ Որտեվ Նիկոլը հասկացել է, որ այս իշխանությունը, գործող իշխանությունը, հասկացել է, որ իմ հետ կապված ինքը պարտված է։ Ինքը դա հասկացել է։ Այ պարլամենտական ընդդիմություն կոչվածները իրանք ոչ մեկի անգել են հասկանում, որ բանը պարտված է։ Ուղղակի այստեղ կա մի հատ բայց, որ սրանք ամեն ինչ պիտի անեն, որպեսզի Վարդան Ղուկասյանը ոչ թե չգա, այլ քիչ ձայներով գա, որը նորից չի հաջողվելու իրենց, որովհետև պարլամենտական ընդդիմության մեջ կա այնպիսի տար ում անուն ազգանունն է Նամանավան Սերսակսեն, որ այս ամեն ինչի գլխավոր դերակատարն է, եւ այդ պարաված աղվեսը, ես չգիտեմ դա երբ կսատկի, եւ այդ պարաված աղվեսը իրականացնելու է հնարավորինս եւ անել, որովհետեւ նրա չափ մեկ չի գործե ոչ մեկ։ Հայ ազգի առաջ, հայ ժողովրդի պատմության մեջ չի եղել նման կերպար, ով որ այսքան է ժողովրդին վատություն արած տենի, որքան էս վիժվածքներ ու մանազգաունը Սերժ Սարգսյան։ Բայց ես կրկնում եմ հատուկ Սերժ Ազատովիչի համար։ Ես խոստանում եմ, որ ինչ էլ անի, ոնց էլ անի եւ այլն, ես իրեն խեղդելու եմ։ Ես իմ ձեռներով։ Պարոն Ղուկասյան, մի հարց, որ շատերին է անգամ հուզում, հնարավոր է որ գա ինչ-որ մի պահ եւ դուք գործարքի գնաք։ Եվ ինչ։ Եվ դուք գործարքի գնաք։ Ինչը պիտի գործարքի գնամ։ Այսինքն որևիցե մեկին թվում է թե մինչև հիմա ինձ գործարք չեն առաջարկել։ Կա նման բան։ Եթե որևիցե մեկին թվում է որ այս 6 տարվա նամանավան վերջի 1-2 տարվա մեջ ինձ չեն փորձել, դա չգիտեմ դռնից լուսամուտից մտեն ինչ-որ մի գործարք առաջարկի, թե իշխանությունը, թե պարլամենտական ընդդիմությունը։ Մենք ոչ մի գործարք չենք ընդունել, բացարձակապես։ Եթե ընդունեինք, ուրեմն մենք պիտի մեր կուրսից շեղվեինք, բայց մենք մեր կուրսից չենք շեղվել։ Ոնց ասել ենք, ես երեքին պիտի թաղենք, այդտեղ ասում ենք պիտի թաղենք։ Ճանողնել հերոստատիտողի մտքինն է։ Իսկ հերոստատիտողի մտքին կարելի շատ կեղտոտ բաներ։ Լավ, վերադառնանք մեր իրականություն։ Այն ինչ որ տեղի ունեցավ 2 օր առաջ Վաշինգտոնում, կրկին վարչապետը խոսեց ցեղասպանությունը կասկածի տակ դնելով։ Եվ ինչքան է սա շարունակվելու ուզ ձեզ եւ ինչքան է Սփյուռքը լռելու այս հարցում։ Գիտեք, սա շարունակվելու է այնքան ժամանակ, քանի Սփյուռքի մեջ գտնվելու են անինքնասեր, անողնաշար, անուղեղ, ծախվող երևույթներ, որոնք որ գնալու են տվյալ մարդու հետ հանդիպելու են, ես չգիտեմ, դաժե այդ մարդկան շահավորն է։ Ինչու չգիտեմ, ինչ բիզնես շահել չի կարա լինի։ Այսինքն հանուն ինչի նամանավանդ այդ հոգևորականը, նորից եմ կրկնում։ Ու այս մարդը անընդհատ հիմա իշքան իան լսող եղավ, ինքան թե պիտի գնա լստի հավայքի ու սկսի հերթական էշությունը թույլ տա, իսկ մի քանի ժամ հետո այդ նույն ժողովուրդը պիտի դնի եւ հարկոցի եւ սեռական կարկտահարման ենթարկի այն հյուրերին, որոնք որ գնում են այդ մարդի հետ հանդիպման։ Ես ոչ մի բան չեմ կարող ասել այստեղ, ես ուղղակի մենք տենում ենք, որ այս ազգի մեջ Նիկոլ Փաշինյանը միայնակ չի, իր նման գոնե մի 11% ունի, ըստ Գելափի վերջին հարցումների։ Եվ քանի այս ազգի մեջ դա կա, ես նորից ու նորից գալի կանգնում եմ այն մտքի վրա, որ Հայաստանի Հանրապետությանը անհրաժեշտ է 37 թվականն։ Այսօր Telegram կանալում մենք ցեցիկ մի տեսանյութ, որտեղ լրագրողը պատահական անցորդի հարց է տալիս եւ այդ անցորդն ասում է Հայաստանին պետքա Ստալին։ Իսկ ակնհայտ է, որ Ստալին բարակապակցության կամ անվան տակ նկատի ունեն ինձ։ Այո, ես չեմ թաքցնում, որ Հայաստանում լինելու է 37 թիվ, դեմի 2-3 ամիսը նամանավանդ։ Ես չեմ թաքցնում, որ ես դահիճ եմ, ես չեմ թաքցնում, որ ես դաժան եմ լինելու, ես չեմ թաքցնում, որ տնով տեղով ընտանիքներով եմ հավաքելու, եւ դա այդպես էլ պիտի լինի, որովհետեւ այս ազգին անհրաժեշտ է ֆիլտրացիա։ Ֆիլտրացիայի միակ տարբերակը դա է, մենք ուրիշ տարբերակ չունենք, կամ վերանում ենք բոլորով, ստեղ կա բշական շատ նորմալ օրինակ, որը կոչվում է գանգրենա։
Երբ որ օրգանիզմը սկսում է գանգրենա, դու ուզես չուզես տվյալ վերջույթը պետք է ամպուտացնես։ Եթե ոչ, մահանում է ողջ օրգանիզմը։ Հիմա մեր մոտ սկսվել է աջ թաթի, աջ ոտնաթաթի գանգրենա։ Կամ ոտնաթաթը մենք պիտի հեռացնենք, տեղադրենք պրոթեզ, կամ զրկվելու են ամբողջ ոտքից, հետո ամբողջ մարմնից եւ ճամփեք կեն աշխարհ։ Հասկանալի է, պարոն Կասյան, բայց ես մի փոքր ուզում եմ խոսել հենց այդ նույն Ստալինի հետ կապված, բայց ինչքանով է Ստալինը իր արարքների մեջ ճշմարիտ եղել։ Շատ անգամ անմեղ մարդիկ են տուժել նրա ձեռքով։ Извините, лес ребят шепки летят. Այդտեղ չի կարելի ասել, որ բանը, գիտեք ինչ, լրիվ մեղավոր մարդիկ էին։ Մենք այլ տարբերակ չունենք։ Մենք այս դեպքում, քանի որ ապրում ենք 21-րդ դարում եւ տեխնոլոգիաները մեզ մոտ ավելի զարգացած են, քան 37 թվականին, մենք կփորձենք մաքսիմալ այնպես անել, որ անմեղ մարդիկ չընկնեն գրդանակի տակ։ Մաքսիմալ։ Իսկ հետաքրքրական է, պարզապես ընդհանուր, այսպես ամփոփիչ եմ ուզում հասկանալ։ Վարդան Ղուկասյանը գալիս է որպես կարելի է բառն օգտագործել, ասենք դիկտատոր, կարելի է այսպես ասել։ Այո։ Բայց մենք գիտենք, որ դիկտատորները վերջում լավ բանի չեն բերում, չէ՞, դա էլ կա։ Մի րոպե, մենք հիմա որ վերցնում ենք պարոն Թրամփին, պարոն Թրամփին դուք ինչ կարող եք որակավորել դեմոկրատ։ Իհարկե։ Ինչով է նա դիկտատոր։ Դեմոկրատ է պարոն Թրամփը։ Իսկ այսօրվա բռնած քաղաքականության, որ վեկալում է այնտեղ միլիոնավոր մարդկանց արտաքսում, հարկերը բարձրացնում, մաքսերը եւ այլն, այնի շորին հիմա ձեռնարկում է։ Դա արվում է երկրի համար, հասկանալի է, դուք էլ եք անելու երկրի համար, բայց մարդը Ես եմ անելու երկրի համար։ Բայց մարդը չի գալի կախաղանանի, տանի սպանի, գլուխներն ուտի, բանտարկի, չգիտես ինչեր անի։ Ձեր ասածով դահիճությունը շատ է։ Եթե Միացյալ Նահանգների կառավարությունը, անել նախկին կառավարությունը, անել այն, որ խոսքի օրինակ Ամերիկան կորցրած դիներ Տեխաս նահանգը, Ամերիկայում, չգիտեմ, մտնեին ամբողջ ռուսական ագենտուրան, KGB-ն մտներ, FSB, երկիրը թալանեն, էսանեն, այնանեն, ես վստահ եմ, որ պարոն Թրամփից էլ 1000 անգամ ավելի բան կլներ դաժան։ Օրինակ նայեք, ես բերեմ մի օրինակ բերեմ, բայց ես ուզում եմ, որ այդ հարցին դուք պատասխանեք։ Տեսեք, այդքան հարց ես տվեցի, վերջի մի հատ հարց ես եմ ուզում ձեզ տամ կոնկրետ մեր վաղվա եթերի նշումից։ Մի րոպե։ Ես ուզում եմ լսեմ ձեր կարծիքը։ Չկներեք։ Մենք ունենք Կամո Վարդանյան։ Դուք ճանաչում եք Կամո Վարդանյանին։ Կամո Վարդանյանը թիվ ածականով, ածականը թիվ է, այսինքն մի մարդ, ինչքան պիտի կոռումպացված մարդ լինի, որ անուն դնեն թիվ։ Ինքը պաշտպանական բանակի հրամանատարն է եղել Արցախը հանձնելու ժամանակ, որ հանձին եկան։ Այդ մարդը հիմա բնախորհրդականն է, նստած է ուսուցչուհու կողմ։ Հիմա լսեք, ինքը պաշտպանության բանակի հրամանատարը անձամբ զանգահարում է Դրամբոյի բրիգադ, Դրամբոյում մենք ունեցել ենք տանկային գումարտակ, հարց եմ տալի հիմա ձեզ։ Ուրեմն զանգահարում ամսի 19-ից 25-ը 09-2023 թվականին զանգահարում է Դրամբոյի գումարտակ, գունդ, տանկվի, որտեղ որ զինվորները պետք է թողնեին զինտեխնիկան, տանկերը եւ հանձնեին դուրս գային։ Պիտի տանկերը տանկ թուքերին ու գան։ Զինվորները մեկը մեկի մեջ որոշում են, որ տանկի ջուղի բալոնների մեջ մարդկոսների լցեն ավազ, որ հակառակորդը այդ տանկը երբ որ ստանա անվնաս, հոդի տա, տանկի մատորը գոնե խփի, դա մի $10,000 փող է, որ գոնե տենց զինվորը, որ տանկի մեջ ծառայել է, ուզում է, եթե թողնում է իր սկը, գոնե թողնի, որ սարքին վիճակում։ Պաշտպանության բանակի հրամանատարը զանգահարում է զորամաս, հրամայում է զինվորներին, եթե ձեզանից որևիցե մեկնում եկը փորձի մատորի յուղի մեջ ավազ լցի, էկիպաժից 2 միլիոն դրամ տուգանելու եմ, ձեզ էլ դատելու եմ։ Տանկը պետք է անվնաս թողնել հակառակորդին։ Զինվորները անվնաս թողնում են։ Հիմա դուք եկա գնստակ երկրի ղեկավար։ Ես էլ գլխավոր դատախազն եմ կամ հակակոռուպցիոնը։ Գալի մտնում եմ ձեր մոտ, ասում եմ, խնդրեմ, էսի զինվորները, ցուսմուկները, էս էլ էս մարդը, որը հիմա բանը Սուրեն Պապիկյանի կամ պաշտպանության նախարարի խորհրդականն է։ Ձեր հրամանը ինչ անենք Կամո Վարդանյանի հետ։ Բազոն այս հարցի ես պատասխանեմ։ Այո։ Գործ հարուցել, ձերբակալել, ուրիշ ինչ կա անելու էլ։ Շո՞։ Ղուկասյան, ես չեմ կարա ձեր ոճով։
Դուք ավելի լավ եք պատասխանում։ Նայեք, ձեր Կամո Վարդանյանը հակառակորդին թողնել է զենք, $1.5 միլիարդ Հասկանալի է, բայց դուք կարծում եք, որ այդ ամեն ինչը հենց միայն Կամո Վարդանյանի ձևից է Իրանում Կամոնեն իրանց հետ, Կամոն էլ թոնստի գրիահերթին, որ հանցավոր հրաման կատարելը իրական պատասխանատվությունից չի ազատում։ Հիմա ես Կամո Վարդանյանին տանեմ 10 տարի դատե, երբ որ բնակարանային գողություն կատարողին էլ 10 տարի դատում։ Լավ, դուք առաջարկեք գնդակահարեք, պարոն Ղուկասյան։ Այո, Այդքան հեշտ միանգամից, այսքան վատ արարքից հետո միանգամից մարդու կյանքը վերցնեք ու վերջ։ Չեք թողելու տանջվի։ Բայց մարդ մի ովքեր որ չարություն են գործել, մի փոքր կարող են տանջվել, չէ՞, պարոն Ղուկասյան։ Մա ամենահեշտ քննության ընթացքում թոքեյա կատարողական հիմնարկում անուշ ապերները իրենց սեռական կամ արտադրական բավարարել, բայց այս ընթացքում նման մարդը ով նաև մեղավոր պայթեցրել է նաև մեղավոր է 25/09 2023 թվականի ՊԲ պաշտպանական բանակի նեֆտոբազայի GSM-ի պայթեցմանը հայկազով որտեղ 200-ից ավել մարդ մեռավ Բայց 200-ից ավել մարդը որ վառման, բեզակալոնք են որ տրակավ, ու մեղքով։ Պարոն Ղուկասյան, փաստորեն ձեր վաղվա եթերը շատ թեժ է լինելու, ես որքան հասկացա։ Գիտեք ինչ, եկեք այդ կեղծ հումանիզմը, այսօր Միացյալ Նահանգների նման դեմոկրատական երկիրը մցրեց մահապատիժ, ճիշտ է։ Այո։ Բայց եթե դեմոկրատիա պասիոնն է մահապատիժ մցնել, ես քիչ չպիտի մցնեմ։ Մետրեմ ասեք հասկանամ, այսինքն դուք դեմոկրատներից դեմոկրատ եք։ Դուք Միացյալ Նահանգների ժողովրդավարական երկրից ավելի լավ ժողովրդավարական երկիր եք։ Այսինքն փաստորեն Ինչ է կեղծավորությունը, ես կորցրել եմ 5000 զինվոր։ Եթե այդ 5000 զինվորի ծնողները թքած ունեն իրանց երեխեքի վրա, ես թքած չունեմ։ Ինչու թքած չունեմ, այդ հարցին էլ պատասխանեմ։ Ես պետական գործիչ չեմ։ Իսկ պետական գործիչը մտածում է սերունդների մասին, ոչ թե նորից վաղը նախապատրաստվի ընտրության։ Ես սերունդ եմ կորցրել։ Ես 5000 երեխա նշանակում է 10000 զինվոր կորցրել եմ։ Ում պատճառով սրանց, բայց սրանց ես պիտի թողամ որ սրանք ապրեն։ Ես նայեք ուրիշների նման չեմ ուզում ասեմ, վայ, խնայելու եմ ինչպես, դեմոկրատիա, օրենք, դատարան, չկա դες բան։ Ռաստրել վերջ։ Պարոն Ղուկասյան, եւ մի շատ կարեւոր հարց նաեւ, որ վերջերս տեղի ունեցավ այս իրականությունը, իհարկե կոնկրետ ցեղասպանության հետ կապված, դուք աղմուկ բարձրացրեցիք արվեստի ներկայացուցիչների հետ կապված եւ նրանք կարծես թե ոչ թե կարծես թե նրանք ամբողջական անցալեցին ձեր խոսքը եւ ասեցին ամեն մեկ ինչ ունի կարեւոր բան, որը հաստատակամ էր։ Մի քիչ բարձր խնդրում եմ։ Հաստատակամ է։ Չեք գտնում, որ նման բաներ պետք չի անել, պարոն Ղուկասյան, առհասարակ թողել մարդկանց հնարավորությունների մեջ, այլ ոչ թե անձնապես անցնել իրանց դաշտ եւ ինչ որ ստիպել մարդուն ինչ որ բան ասի։ Եթե մարդը այդ պահին ասենք պատրաստ չի ինչ որ բան ասելու, ուրեմն ինչ է, ինքը նորմալ հայ չի։ Գիտեք ինչ, նորմալ հայ եթե լիներ, եթե լինեին նորմալ հայ, կամ եթե լիներ նորմալ, ինքը չէր սպասի, և ոչ մեկ չէր սպասի, որ պիտի Վարդան Ղուկասյանը հլնի տոկիտանոր։ Եթե դու նորմալ հայ ես, եթե դու հայ ես, կամ եթե դու մարդ ես, դու լսում ես, որ ինչ-որ մի կիսախելագար երևույթ, Հելելա ու դնում է կասկածանքի տակ ցեղած, ասում է պիտի հասկանանք ոնց է եղել։ Տղա ջան, ի՞նչն ես ուզում հասկանաս։ Ում է ձեռնտու, ջան, սաղին ձեռնտու էր։ Սաղին ձեռնտու էր, որ քեզ կոտորեին։ Ռուսին էլ է ձեռնտու, թուրքին էլ է ձեռնտու, անգլիացի սաղին ձեռնտու էր։ Հետո դրանից մի բան է փոխվում։ Դրանից ինչ-որ մի մեր միլիոնը կեսը սաղացան, ինչը, չէ, բոլորին ձեռնտու էր, որ քո նման ազգը պիտի վերանախվի։ Ու հիմա, երբ որ այդ ազգի մշակույթը կրողները ժողովրդական, վաստակավոր արտիստը նստում լռում է, այսինքն ինչի է սպասում ինքը։ Մաշուտ Ղազարյանը ինչի էր սպասում, մի քանի օր իմ նկատողություն, դիտողությունից հետո նոր Ռուբեն Մաթևոսյանը, մայեստրոն, հելա Վարդան, Ռուբեն Մաթևոսյանը ում էր սպասա։
Միգուցե տեղյակ չի։ Ասում եք, որ Այսպես պատկերացրեք, միգուցե տեղյակ չի ինչ է կատարվում, ինքը համացանց չի ուսումնասիրում, տարիքը, երևություն, տարիքն էլ հաշվի առեք, մարդը համացանց չի օգտագործում, չի ուշադրություն չի, միգուցե հուշել են նրան։ Համացանց չի օգտագործում, բայց Ռուբեն Մաթեոսյանի կողիները օգտագործում են։ Աշոտ Ղազարյանի կողիներն օգտագործում են։ Որտե վաստակավոր կամ ժողովրդական արտիստ ես։ Ոսպանդած ծև կապեմ։ Բա դու չես հլնամասում, էսի չես ասում, ինքեր չէ։ Հասկանում եք մշակութային գործիչը կամ իրենք պետք է ասեն, գիտեք ինչ, մենք մշակութային գործիչ չենք, Վարդան Ղուկասյան կոտիրումերը, մենք կլոուն ենք։ Մեզ փողը տա, մենք հլենք երկենք, բրցավ։ Մենք խորոփած ունենք մշակույթ, արվեստ եւ ես բիզնեսմեն եմ, ես պիտի երկեմ փող աշխատեմ։ Վարդան Ղուկասյանը կասի բարի, 1000 անգամ ներողություն եւ անմիջապես իշխանությունը վերցնելուց հետո ես էս կզրկեմ վաստակավոր կամ մշակութային գործի կոչումից, որ այլևս ես ձեզանից ոչ մի բան չպահանջեմ։ Գրելով այդ կոչումը դուք կոչում եք ինտելիգենցիա։ Դուք դալիչներ եք հավաքում, ձեր վրա սերունդներ են սովորում, սերունդա դասիրակվում, մարդիկ ձեզ լսում են, 1000 հոգի նստած լսում են ձեզ, օպերա որ գնում ենք, նստում ենք մենք մարդ ենք չէ լսում։ Այդ օպերայի երգիչը, այդ երգչուհին կամ դերասանը, Կարպը, Սվետլանան, դրանք մեր համար եղել են էտալոն։ Եվ այդ էտալոնը եթե մնում է անտարբեր նման հայտարարության նկատմամբ, դա արդեն չի կարող կոչվել էտալոն։ Եկեք իրերը կոչվենք իրենց անունով։ Պարոն Ղուկասյան, երբ որ մենք անպարբերաբար միասին եթերում ենք լինում, հարցադրումներ են հնչում կոնկրետ ձեր ուղղությամբ եւ մասսայականությունը մեծ մասամբ աշխարհի տարբեր երկրներից ովքեր ինձ հետ կապի են լինում, մի կարևոր բան են ուզում ասել ձեզ, որը ձեզ համար են ուզում ասել։ Ընդհանրապես ուզում են ասել, պարոն Ղուկասյան, մենք ձեզ հավատում ենք եւ պահպանեք ձեր առողջությունը մեզ համար։ Այդ դրամա շնորհակալություն, նամանավան վերջի կետի եւ առաջի, գիտեք ինչ, շատ դժվար է այսօր որևիցե մի քաղաքական գործի, չեմ ասում պետական, քաղաքական գործի հավատալը, որովհետեւ 35 տարի մեզ դրել են էշիկ տեղ բարի ամենաբուն իմաստով։ Թող ոչ մեկ չնեղանա, այդ թվում նաեւ ինձ։ Բայց այսօր ես գտնում եմ, որ հաջորդ իշխանությունը պիտի լինի զինվորականների։ Անպայման զինվորական։ Մենք այսօր տենում ենք, որ լրագրողների, դրանից առաջ չգիտեմ, բանասերների, դրանից առաջ եսիմ ովքեր են եւ ոչ։ Հայաստանը կարող է ոտի կանգնել, եթե կոնկրետ իշխանության կան զինվորականներ։ Ես զինվորական եմ, կոչումով մայոր, Փարկասո այն մարդիկ ովքեր որ ինձ հետ ծառայել են, այսօր բոլորը իմ կողքին են, նախքին թե ներկա գնդի հրամանատարներ, ռազմականի պետեր, հակահետախուզության սպաներ, չգիտեմ, զինվորական դատախազներ եւ այլն, դա բավականին լուրջ, այսպես ասած, սպայակույտ է, որոնք այդ մարդիկ հասկանում են, այդ մարդիկ տեսել են ինձ, գնահատում են, հավատում են եւ հասկանում են, որ ինձ հետ անելիք ունեն։ Եվ այդ մարդիկ վաղվա մեր իշխանության գալու ժամանակ այդ բոլորը զբաղեցնելու են համապատասխան բոլոր տեղերում պիտի լինեն զինվորական, մարզպետերը, նախարարները, դրանց մի մասը գորը պիտի լինեն զինվորականներ։ Բանակ չծառայած մարդը իրավունք չունի զբաղեցնելու պետական պաշտոն, դաժե որպես ազգային ժողովի պատգամավոր։ Այս ազգը պիտի հասկանա բանակ, մշակույթ, մշակույթ, բանակ։ Այսինքն սրանով կարող է այս ազգը պահպանվել եւ ամենակարևորը այդ կոռուպցիայի վինտիլը։ Ոչ մեկ չի կարող կոռուպցիան փակել 100%-ով, բայց եթե մենք կարողանանք փակել գոնե 85-ից 90%-ով, իսկ մենք դա փակելու ենք, դուք կտեսնեք լրիվ այլ Հայաստան։ Լրիվ այլ Հայաստան։ Որը շատ ուզում ենք։ Փաստորեն բանակ չծառայածները պետական կառավարման առաջին օղակներում անելիք չունեն։ Այսպես ասում եմ։ Ոչ, անելիք չունեն։ Պարոն Ղուկասյան, շնորհակալություն, մեր ժամանակը սպառված է։ Ես շատ շնորհակալություն եմ հայտնում ձեզ, որ դուք բարբերաբար լինում եք մեզ հետ միասին եթերում։ Շատ հաճելի է ձեզ այդ քննարկումները, ամեն դեպքում, ինչպես աշխարհի այդ ժողովուրդը կապ ունեն ինձ հետ, ես էլ եմ նույնը մաղթում, առողջ պահեք ձեզ, պարոն Ղուկասյան։ Լավ եղեք, հաջողություն։ Տեսություն։ Այսօր այսքան իմ լավ սիրելի հեռուստատողներ, ապրեք խաղությամբ, եղեք երջանիկ եւ ապահով եւ ամենակարևորը ամենուրեք հայ մնացեք, տեսություն։